Քույրերը վիճում են ժառանգության համար, կործանում ընտանիքը անսպասելի ավարտ։ Այդ հինգշաբթի կեսօրին Ալմեյդաների ընտանիքի առանձնատունը հասավ հորդառատ անձր, երբ փաստաբան դոկտոր Մենդեսը ժամանեց։ Նրա ձեռքերում էր դարչնագույն կաշվե պայուսակ, որը մաշված էր տարիքից պարունակում էր Ռոբերտո Ալմեյդայի, ընտանիքի հայրապետի կտակը, որը մահացել էր ուղիղ 7 օր առաջ։ Հոգեհանգիստը լարված էր, հուղարկավորությունը անհարմար, բայց ոչինչ չէր համեմատվում այն բանի հետ, ինչ պատրաստվում էր տեղի ունենալ այն հյուրասենյակում, որտեղ սպասում էին 3 քույրեր, յուրաքանչյուրն իր մտքերով, հույսերով, նկրտումներով։ 42 տարեկան ավագ դուստրը Հելենան ուղիղ նստած էր կանաչ թավշյա բազկաթոռին, որը միշտ եղել էր իր հոր սիրելի տեղը։ Նրա շագանակագույն մազերը հավաքված էին անթերի կապոցով, կոստյումը ուշադիր ընտրված էր, արտահայտելու լրջություն, զգավորություն։ Նա միշտ եղել է օրինակելի դուստր, որը հրաժարվել էր դաշնակահար դառնալու իր երազանքներից, ընտանեկան բիզնեսը կառավարելու համար, երբ 15 տարի առաջ հայրը առաջին անգամ սրտի կաթված էր ստացել։ Զոհաբերելով իր ամուսնությունը, անձնական կյանքը, ամեն ինչ Ալմեյդա ինկորպորացիոս ընկերության անունից։ Նրա մտքում կասկած չկար, որ հայրը իր կտակում կգրանցի նրա ողջ նվիրվածությունը։ 38 տարեկան Մարինան սենյակում առաջ ետ էր քայլում, բարձրակրունկները ճռռում էին փայտե հատակին։ Բաց գույնի աչքերով շիկահեր կինը միշտ համարվել էր 3 քույրերից ամենագեղեցիկը, բայց նա ամենաամբոստը։ Նրանք 3 անգամ ամուսնացել էին, 3 անգամ բաժանվել, յուրաքանչյուր բաժանում թանկ էր նստել հոր վրա, քանի որ նա միշտ վճարում էր նրանց պարտքերի շռայլությունների համար։ Բայց Մարինան ուներ մի հաղթաթուղթ, որը նա անգերազանցելի էր համարում։ Նա այն դուստրն էր, որը Ռոբերտոին տվեց իր միակ թոռներին, 2 տասնամյա երկվորյակ տղաների, որոնք իրենց պապիկի ուրախությունն էին։ Նա հույսը դրել էր դրա վրա, վստահ լինելով, որ հայրը իրեն կթողնի ժառանգության առատաձեռն մասը։ Չէ, որ նա մենակ էր մեծացնելու 2 տղաների, այն բանից հետո, երբ իր վերջին ամուսինը լքել էր նրան։ Ջուլիան, 33 տարեկան դուստրերից կրտսերը, կանգնած էր պատուհանի մոտ նայում էր, թե ինչպես է անձրը թափվում այն այգու վրա, որը սիրում էր խնամել իր մայրը։ Մուգ մազերով, գանգուր մազերով, նիհար անընդհատ մելանխոլիկ տեսքով, Ջուլիան ընտանիքի նկարիչն էր, երազողը։ Նա ավարտել էր գեղարվեստի ֆակուլտետը, հակառակ հոր կամքին, որը դա համարում էր ժամանակի վատնում։ Նա համեստորեն էր ապրում, շնորհիվ իր նկարների հգում անապահով երեխաների համար նախատեսված արվեստի դասընթացների։ Հայրը երբեք չէր հավանում նրա ընտրությունները, բայց Ջուլիան ուներ մի բան, որը մյուսները չունեին։ Նա էր, ով հոգ էր տանում Ռոբերտոյի մասին նրա հիվանդության վերջին 2 տարիների ընթացքում, նա էր, ով բռնում էր նրա ձեռքը ցավոտ գիշերներին, ով կարդում էր նրա համար, երբ նա այլս չէր կարողանում լավ տեսնել։ Հնարավոր էր, մտածեց նա, հայրը նկատել էր այս սերը նրա վերջին պահերին։ Դոկտոր Մենդեսը կոկորդը մաքրեց, ակնոցը ուղեց քթին, բացեց պորտֆելը։ Դոննա Սեսիլիան, 70-ամյա այրին, նստած էր սենյակի անկյունում, լուռ, ինչպես ստվերը։ Վերջին օրերին նա կորցրել էր ոչ միայն 45 տարվա ամուսնուն, այլ այն պատրանքը, որ ունի միասնական ընտանիք։ Նա արդեն զգում էր փոթորկի մոտենալը։ Կտակը սկսվեց սովորական ձականություններով։ Ռոբերտո Ալմեյդան, լիովին տիրապետելով իր մտավոր կարողություններին, հայտարարեց իր վերջին ցանկությունները։ 5 միլիոն ռեալ գնահատվող առանձնատունը, որտեղ նրանք ապրում էին, հավասարապես կբաժանվեր 3 դուստրերի մեջ։ Մինչ այժմ ամեն ինչ լավ է։ Ընկերության բաժնեմասերը, սակայն, այլ ճակատագիր կունենային։ Հելենան կստանար 40%, Մարինան 30%, իսկ Ջուլիան միայն 10%։ Մյուս 20%-ը պետք է անցներ Դոնյա Սեսիլիային։ Հելենան թույլ տվեց իրեն մի փոքր գոհունակ ժպիտ։ 40%-ը նրան տվեց անհրաժեշտ վերահսկիչ բաժնեմասը։ Մարինան դժգոհությունից խոժոռվեց, բայց դեռ չէր պայթել։ Ջուլիան պարզապես հառաչեց։ Նա սպասում էր ավելի քիչ ստանալ, մինույն է, երբեք այդքան էլ չէր հետաքրքրվել փողով։ Բայց հետո հայտնվեց այն կետը, որը կփոխեր ամեն ինչ։ Դոկտոր Մենդեսը տատանվելով կարդաց. Ես նա իմ դստերը Մարինային թողնում եմ 2 միլիոն ռեալ կանխիկ գումար, որը պահվում է բանկային հաշվին, որպեսզի նա կարողանա արժանապատվորեն անվտանգ կերպով մեծացնել իմ թոռներին։ Հելենային թողնում եմ Կոպակաբանայի պենթհաուսը, մեր առաջին համատեղ ներդրումը, որի արժեքը կազմում է 3 միլիոն ռեալ, ի նշան ընկերությանը նրա նվիրվածության։ Իսկ Ջուլիային։ Սենյակում լռություն էր տիրում։ Նույնիսկ անձրը, կարծես, մի պահ դադարել էր։
Իմ կրտսեր դստեր Ջուլիայի համար ես թողեցի Սանտա Ռիտայի ֆերման, որտեղ անցկացրել եմ մանկությանս լավագույն պահերը, իր հողերով, անասուններով այնտեղ գտնվող ողջ ունեցվածքով, որը գնահատվում է մոտավորապես 12 միլիոն ռեալ, որպեսզի նա կարողանա այն վերածել այն մշակութային գեղարվեստական կենտրոնի, որի մասին միշտ երազել է, գիտակցելով, որ բոլոր դուստրերիցս միայն ինքն է հասկանում, որ երջանկությունը չի կարող չափվել փողով։ Ռումբը պայթեց։ Հելենան վերցատկեց, նրա մի ժամանակ գունատ դեմքը հիմա կարմրել էր զայրույթից։ Մարինան կանգ առավ, բերանը ծռմռվեց ցնցումից զայրույթից։ Ջուլիան շրջվեց պատուհանից, աչքերը լայն բացելով զարմանքից։ Սա աբսուրդ է, գոռաց Հելենան, նրա ձայնը արձագանքեց պատերից ներս։ 12 միլիոն նրա համար։ Նրա համար, ով մատը անգամ չշարժեց ընկերության համար։ Ով ապրեց երազային աշխարհում, իր ծիծաղելի նկարներով, մինչ ես աշխատում էի մեջքս կոտրում։ Համաձայն եմ Հելենայի հետ, միացավ Մարինան քրոջը, ինչը հազվադեպ էր լինում։ Հայրիկը վերջին մի քանի ամիսներին խելքը չէր կտրում։ Ակնհայտ է, որ Ջուլիան նրան մանիպուլյացիայի էր ենթարկում։ Նա կմնար այնտեղ, նրա ականջին ինչ-որ բաներ շշնջալով, նրան մեզ վրա թունավորելով։ Ջուլիան գունատ էր, ապշած։ Ես երբեք ոչինչ չեմ խնդրել։ Ես նույնիսկ չգիտեի։ Ցինիկ է, թքեց Հելենան։ Նա միշտ սուրբ էր, խեղճ արարած, չհասկացված նկարիչ։ Եվ այդ ամբողջ ընթացքում նա մանիպուլացնում էր հիվանդ մարդուն, մահամերձ մարդուն։ Դոկտոր Մենդեսը փորձեց միջամտել։ Տիկնայք, խնդրում եմ, կարող եմ վստահեցնել ձեզ, որ պարոն Ռոբերտոն կատարյալ հոգեկան վիճակում էր, երբ կազմեց այս կտակը։ Իրականում նա այն վերաշարադրեց ընդամենը 3 ամիս առաջ, լիակատար պարզությամբ։ Ես ունեմ բժշկական եզրակացություններ, որոնք դա ապացուցում են։ Հավանաբար կեղծված հաղորդագրություններ են, գոռաց Մարինան։ Մենք սա բողոքարկելու ենք դատարանում։ Ես թույլ չեմ տա, որ այս օպորտունիստը գողանա այն, ինչն իրավացիորեն մերն է։ Դոնյա Սեսիլիան վերջապես խոսեց թույլ, բայց վճռական ձայնով։ Աղջիկներ, խնդրում եմ ձեր հայրը գիտեր, թե ինչ էր անում։ Լռեք, տիկին, Հելենան մատը թափ տվեց մոր վրա։ Դուք միշտ նախապատվությունը տվել եք Ջուլիային, միշտ պաշտպանել եք նրան, միշտ գուրգուրել եք նրան։ Սա նա ձեր մեղքն է։ Հաջորդ շաբաթները դժոխք էին։ Հելենան Մարինան անհավանական դաշինք կնքեցին կտակը վիճարկելու համար։ Նրանք վարձեցին լավագույն փաստաբաններին, հավաքեցին ենթադրյալ ապացույցներ, որ իրենց հայրը ծերունի էր, որ Ջուլիան անտեղի ազդեցություն էր գործադրել նրա վրա։ Ջուլիան, իր հերթին, դա չէր ուզում։ Նա փորձեց բանակցել, առաջարկեց բաժանել ֆերման, բայց քույրերն այժմ արյուն էին ուզում։ Այլս խոսքը փողի մասին չէր, այլ հպարտության, վիրավորված եսասիրության, տարիների լուր մրցակցության մասին, որը վերջապես ելք էր գտել։ Լրատվամիջոցները լուսաբանեցին պատմությունը։ Ժառանգորդուհիները պատերազմի մեջ, վերնագիրներ։ 3 քույրերի լուսանկարները հրապարակվեցին բամբասանքային ամսագրերում։ Ալմեյդա ընտանիքի անձնական մանրամասները բացահայտվեցին հեռուստատեսային ծրագրերով։ Ընկերությունը սկսեց տուժել, բաժնետոմսերը անկում ապրեցին, հաճախորդները զգուշանում էին նման տեսանելիորեն բաժանված ընտանիքի հետ գործարքներ կնքելուց։ Հելենան, որպես գլխավոր բաժնետեր, փորձում էր ինքնուրույն որոշումներ կայացնել, բայց Մարինան խոչընդոտում էր ամեն ինչ, ինչ կարող էր անել։ Վարչության նիստերը վերածվեցին մարտադաշտերի։ Երկարամյա աշխատակիցները հրաժարական տվեցին, չկարողանալով դիմանալ թունավոր միջավայրին։ Ռոբերտոյի կողմից 40 տարի կառուցված ընկերությունը մի քանի ամսվա ընթացքում փլուզվում էր։ Դոնյա Սեսիլիան մահացավ։ Տեսնելով, թե ինչպես են իր դուստրերը միմյանց ոչնչացնում, նա դադարեց նորմալ ուտելուց քնելուց։ Նա հոսպիտալացվեց ծանր դեպրեսիայով։ Նույնիսկ դա չխանգարեց քույրերին։ Դատարանում պայքարը շարունակվեց։ Հելենան ներկայացրեց էլեկտրոնային նամակներ, որտեղ Ջուլիան հիշատակում էր ֆինանսական մտահոգությունները, պնդելով, որ դա ապացուցում է իր հետաքրքրությունը հոր փողերի նկատմամբ։ Մարինան բերեց վկաներ, աշխատակիցների, որոնց ստիպել էին ասել, որ տեսել են Ջուլիային Ռոբերտոյի հետ երկար ժամանակով անձնական զրույցներում, անշուշտ ազդելով նրա վրա։ Ջուլիան պաշտպանվեց իրեն, որքան կարող էր։ Այո, ես անհանգստանում էի փողի համար, քանի որ աշխատում էի մի ՀԿ-ում, որը փակվելու էր ռեսուրսների պակասի պատճառով։ Այո, նա շատ էր խոսում հոր հետ, քանի որ նա մահանում էր իրեն միայնակ էր զգում։
Նրա փաստաբանները, որոնք անվճար աշխատում էին, քանի որ Ջուլիան միջոցներ չուներ վճարելու, իրենց լավագույնս արեցին։ Գործընթացը տեց 1 տարի։ Մեղադրանքների, ատելության վիրավորանքի մի ամբողջ տարի։ 3 քույրերը միմյանց հետ չէին խոսում, բացի փաստաբանների միջոցով։ Սուրբ ծննդյան տոներին ոչ ոք չէր հավաքվում։ Ծննդյան օրերը անտեսվում էին։ Մարինայի թոռները հարցնում էին, թե ինչու այլս չեն տեսնում իրենց մորաքույրերին, բայց նա թունավորում էր երեխաներին Ջուլիայի դեմ, ասելով, որ ինքը գող է, որը գողացել է իրենցը։ Հետո տեղի ունեցավ մի բան, որին ոչ ոք չէր սպասում։ Հելենան առաջինն էր, որ հայտնաբերեց այն։ Հոր հին փաստաթղթերը խուզարկելով, փնտրելով այն ամենն, ինչ կարող էր օգտագործել գործի համար, նա գտավ Ռոբերտոյի հին գրասենյակում թաքնված մի արկղ։ Ներսում նամակներ էին։ Տասնյակներով։ Եվ ծննդյան վկայական։ Իմ ձեռքերով դողալով Հելենան կարդաց։ Հետո նա նորից կարդաց։ Եվ նորից։ Հետո նա վերցրեց հեռախոսը տարվա մեջ առաջին անգամ զանգահարեց Մարինային։ Դու պետք է հիմա գաս այստեղ։ Ես ինչ-որ բան գտա։ Մարինան ժամանեց 30 րոպեից։ Հելենան առանց որևէ խոսք ասելու ցույց տվեց նրան փաստաթղթերը։ Նա տեսավ, թե ինչպես քրոջ դեմքին նույն զգացմունքները հայտնվեցին, ինչ ինքն էր զգացել՝ շփոթություն, ցնցում, սարսափ, հասկացողություն։ Աստված իմ, շշնջաց Մարինան։ Սա նշանակում է, որ… Այո, ասաց Հելենան խուլ ձայնով։ Հենց դա էլ նշանակում է։ Նրանք կանչեցին բժշկին։ Մենդեսը շտապ խորհրդակցության էր։ Փաստաբանը ժամանեց, նայեց փաստաթղթերին, գունատվեց։ Ես դա չգիտեի։ Ռոբերտոն ինձ երբեք չի ասել։ Բայց դու պետք է իմանաս, սա ճիշտ է, պահանջեց Հելենան։ Դու պետք է հետաքննություն անցկացնես։ Հետազոտությունը տեց 2 շաբաթ։ 2 շաբաթ, որի ընթացքում Հելենան Մարինան ապրում էին կախվածության մեջ, չիմանալով ինչ անել, ինչ մտածել, ինչ զգալ։ Նրանք Ջուլիային ոչինչ չասացին։ Դեռ ոչ։ Դոկտոր Մենդեսը վերադարձավ հաստատմամբ։ Ամեն ինչ ճիշտ էր։ Բոլոր փաստաթղթերը կարգին էին, իսկական օրինական։ Եվ այսպես երեքշաբթի կեսօրին Ռոբերտո Ալմեյդայի մահից 1 տարի 3 ամիս անց 3 քույրերը կրկին հանդիպեցին ընտանեկան առանձնատանը։ Այս անգամ հանդիպումը կազմակերպեցին Հելենան Մարինան։ Ջուլիան կասկածանքով ժամանեց, իր փաստաբանի ուղեկցությամբ։ Նա ավելի նիհար էր, ավելի գունատ, աչքերը խորասուզված, կարծես ամիսներով լավ չէր քնել։ Իրավական պայքարը մոտենում էր ավարտին, ինչպես նա քույրերի կորստի ցավը։ Հելենան Մարինան նստած էին կողք կողքի բազմոցին։ Նրանց միջ, սուրճի սեղանի վրա, դրված էր մի հին փայտե արկղ։ Ջուլիա, սկսեց Հելենան, նրա ձայնը տարբեր էր։ Այնտեղ զայրույթ չկար, միայն խորը հոգնածություն, ինչ-որ բան, որը թվում էր ափսոսանք։ Մենք գտանք ինչ-որ բան։ Ինչ-որ բան, որը փոխում է ամեն ինչ։ Եթե դա որ է նոր հնարքերը։ Սկսեց Ջուլիայի փաստաբանը, բայց նա լրացրեց նրան մի շարժումով։ Մարինան տուփը հրեց դեպի Ջուլիան։ Կարդա։ Խնդրում եմ, պարզապես կարդացիր։ Իմ ձեռքերով դողալով Ջուլիան բացեց արկղը։ Ներսում առաջին բանը, որ նա տեսավ, հոր սպիտակ լուսանկարն էր, շատ երիտասարդ, գուցե 20 տարեկան։ Նա կանգնած էր գեղեցիկ, մուգ մազերով կնոջ կողքին, մեծ աչքերով փայլուն ժպիտով։ Այդ դեմքին ինչ-որ ծանոթ բան կար, բայց Ջուլիան չէր կարողանում ճիշտ հասկանալ։ Լուսանկարի տակ նամակներ էին։ Ջուլիան վերցրեց առաջինը, սկսեց կարդալ։ Իմ սիրելի Ռոբերտո, քեզանից հեռու անցկացրած ամեն օրը տանջանք է։ Գիտեմ, որ քո ընտանիքը երբեք չի հավանի մեր միությունը, գիտեմ, որ ես չափազանց աղքատ եմ, չափազանց պարզամիտ Ալմեյդաների համար։ Բայց սերը, որ ես զգում եմ, իրական է, երեխան, որ կրում եմ իմ արգանդում, այդ սիրո պտուղն է։ Ջուլիան կանգ առավ, սիրտը արագ բաբախում էր։ Նա նայեց քույրերին, որոնք լուրջ հայացքներով հետում էին նրան։ Շարունակիր կարդալ, մեղմ ասաց Հելենան։ Նամակ առ նամակ պատմում էր պատմությունը։ Պատմություն հարուստ ընտանիքի որդու Ռոբերտո Ալմեյդայի աղքատ երիտասարդ նկարչուհի Կլարա Մենդոնսայի միջ արգելված սիրո մասին։ Երբ Կլարան հղիացավ, Ռոբերտոյի ընտանիքը հրաժարվեց ընդունել ամուսնությունը։ Նրանք նրան գումար առաջարկեցին անհետանալու, երեխայից ազատվելու համար։ Կլարան հրաժարվեց։
Ռոբերտոն վախկոտորեն զիջեց ընտանիքի ճնշմանը։ Նա ամուսնացավ Սեսիլիայի ավանդական ընտանիքից երիտասարդ կնոջ հետ, ընտրություն, որը հավանության արժանացավ նրա ծնողների կողմից։ Բայց նա երբեք չմոռացավ Կլարային։ Նամակները շարունակվեցին տարիներ շարունակ։ Կլարան դստերը մենակ էր պահում, դժվարությամբ էր մեծացնում նրան, բայց երբեք թույլ չէր տալիս Ռոբերտոյին ներկա լինել։ Նա գաղտնի գումար էր ուղարկում, որը Կլարան ընդունում էր միայն անհրաժեշտ նվազագույն գումարը։ Դուստրը մեծացավ, չիմանալով, թե ով է իր հայրը։ Այսպես, 33 տարի առաջ Կլարան հիվանդացավ։ Քաղցկեղ։ Մահվան մահճում նա վերջապես համաձայնվեց վերջին անգամ տեսնել Ռոբերտոյին։ Եվ նա խնդրանք ներկայացրեց, որ նա հոգ տանի իրենց դստեր մասին, որ տա նրան այն, ինչ Կլարան չէր կարող տալ։ Նրա անունը Սոֆիա էր, բարձրաձայն կարդաց Ջուլիան, արցունքները հոսելով դեմքից, առանց գիտակցելու։ Սոֆիա Կլարա Մենդոնսա։ Ես 16 տարեկան էի, երբ կորցրեցի իմ սիրելի Կլարային։ Ես նրան խոստացա մահվան մահճում, որ կխնամեմ մեր դստերը։ Սեսիլիան, իմ կինը սիրո ներման դրսևորմամբ, որին ես երբեք չեմ արժանի, համաձայնվեց մեծացնել Սոֆիային որպես մեր սեփականը։ Մենք օրինականորեն որդեգրեցինք աղջկան, նրան անվանեցին։ Նամակը ընկավ Ջուլիայի ձեռքից։ Ջուլիա Կլարա Ալմեյդա, ավարտեց Մարինան, ձայնը խեղդվելով զգացմունքներից։ Դու մեր քույրը չես, Ջուլիա։ Դու մեր խորտ քույրն ես։ Հայրիկի նրա մեծ սիրո դուստրը։ Հաջորդող լռությունը լիակատար էր։ Ջուլիան նայում էր իր արշ ցրված տառերին, չկարողանալով ընկալել տեղեկատվությունը։ Այժմ ամեն ինչ իմաստալից էր։ Ինչու էր նա այդքան տարբերվում իր քույրերից։ Ինչու էր նա գեղարվեստական տաղանդ ուներ, երբ ընտանիքում ոչ ոք չուներ։ Ինչու էր նրա հայրը, չնայած նրա ընտրությունները քննադատելուն, միշտ հատուկ կերպով պաշտպանում նրան։ Ինչու էր նրա մայրը ոչ, տիկին Սեսիլիան։ Միշտ այդքան սիրող հասկացող էր եղել նրա հանդեպ։ Ավելին կա, ասաց Հելենան, տուփից մի փաստաթուղթ հանելով։ Ծննդյան վկայականի բնօրինակը։ Քո անունն իրականում Սոֆիա էր։ Դու գրանցված էիր որպես Ջուլիա, երբ որդեգրվեցիր 16 տարեկանում։ Բայց դու այս ամենից ոչինչ չես հիշում, որովհետև ես վթարի ենթարկվեցի, շնջաց Ջուլիան, բեկորներով լցված հիշողություններով։ Երբ 16 տարեկան էի, ես գլուխս խփեցի։ Ես հիշողության կորուստ ունեմ։ Դու միշտ ասում էիր, որ ես այստեղ տանը, ընկել եմ աստիճաններից, բայց դա ավտովթար էր, ասաց Մարինան։ Երբ հայրիկը գնաց քեզ վերցնելու այն տնից, որտեղ դու ապրում էիր քո մոր հետ նրա մահից հետո, դու այնքան հուսահատված էիր, այնքան ցնցված նրա մահից, որ փորձեցիր դուրս գալ շարժվող մեքենայից։ Դու գլխով հարվածեցիր։ Դու 2 շաբաթ կոմայի մեջ անցկացրիր։ Երբ արթնացար, ոչինչ չէիր հիշում կյանքիդ վերջին 16 տարիներից։ Բժիշկներն ասացին, որ գուցե այդպես ավելի լավ է, որ ավելի քիչ տրավմատիկ կլինի։ Մայրիկն ու հայրիկը որոշեցին քեզ մեծացնել այնպես, կարծես դու միշտ մեր քույրն ես եղել, որպեսզի քեզ խնայեն ցավից։ Ջուլիան հիմա լաց էր լինում, ամբողջ մարմինը դողում էր։ Տասնամյակներ կեղծ հիշողություններ, մի կյանք, որն իրականում իրենը չէր։ Կամ գուցե… Դոնյա Սեսիլիան նրան մեծացրել էր սիրով, նրա քույրերը խորտ քույրերը խաղացել էին նրա հետ, մեծացել նրա հետ։ Կտակը, ասաց Հելենան, հիմա նրա աչքերում նույնպես արցունքներ կային։ Հիմա ես հասկանում եմ կտակը։ Հայրիկը քեզ չէր նախապատվություն տալիս մանիպուլյացիայի կամ անարդար նախապատվության պատճառով։ Նա փորձում էր փոխհատուցել դա։ Որպեսզի փոխհատուցեր քո մորը չճանաչելը, քեզ մանկուց չմեծացնելու, ամբողջ կյանքում քեզ ստելու համար։ Սանտա Ռիտայի ֆերման էր, որտեղ նա հանդիպեց Կլարային։ Այնտեղ դու ծնվեցիր։ Նա ուզում էր, որ դու դա ունենայիր, որպեսզի գաղտնի սիրո ամոթի այդ վայրը վերածեր ինչ-որ գեղեցիկ բանի։ Մարինան վեր կացավ, բոլորի զարմանքին, ծնկի իջավ Ջուլիայի առջ, բռնելով նրա ձեռքերը։ Ջուլիա, մենք 1 տարի անցկացրինք քեզ ատելով, մեղադրելով սարսափելի բաների մեջ։ Մենք կործանեցինք մեր ընտանիքը, ընկերությունը, ամեն ինչ ագահությունից, հպարտությունից դրդված։ Եվ այդ ամբողջ ընթացքում դու զոհն էիր այս ամբողջ պատմության մեջ։ Երեխան, որը կորցրեց մորը, որը կորցրեց հիշողությունը, որը մեծացավ ստի վրա, որը դեռ սիրով հոգ տարավ հոր մասին, երբ նա մահանում էր։
Մենք հետ ենք վերցնում դատական հայցը, ասաց Հելենան միանալով Մարինային։ Մենք ոչինչ չենք ուզում ֆերմայից։ Այն քոնն է, իրավունքով, սրտով։ Ավելին, ես կցանկանայի հրաժարվել ընկերությունում իմ բաժնեմասերի մի մասից, հօգուտ քեզ։ Ոչ թե կարեկցանքից դրդված, այլ որովհետև դու դրան արժանի ես։ Դու Ալմեիդա ես նույնքան որքան մենք, նույնիսկ ավելին, որովհետև դու ծնվել ես իսկական սիրուց։ Ջուլիան նայեց իր առջ կանգնած երկու կանանց, քույրերին, որոնք նախկինում նրա թշնամիներն էին, որոնք այժմ նրան նայում էին զղջումով, ափսոսանքով։ Նրա մի մասը ուզում էր գոռալ, անիծել, մերժել ամեն ինչ։ Բայց մեկ այլ մասը, այն մասը, որը 1 տարի տառապել էր ոչ միայն հոր, այլ քույրերի կորստից, զգաց հույսի մի փոքրիկ կայծ։ Ես պետք է խոսեմ մայրիկի հետ, վերջապես ասաց Ջուլիան։ Տիկին Սեսիլիայի հետ։ Ես պետք է հասկանամ։ Նրանք միասին գնացին հիվանդանոց, որտեղ Դոնյա Սեսիլիան դեռ հոսպիտալացված էր։ Տարեց կինը նստած էր մահճակալին նայում էր պատուհանից դուրս։ Երբ նա տեսավ, թե ինչպես են իր 3 դուստրերը միասին մտնում 1 տարուց ավելի դադարից հետո առաջին անգամ, աչքերը լցվեցին արցունքներով։ Գիտես, պարզ ասաց նա։ Ինչու երբեք մեզ չէիր ասում, հարցրեց Հելենան, բայց առանց զայրույթի, միայն հետաքրքրասիրությունից։ Դոնա Սեսիլիան հառաչեց։ Երբ Ռոբերտոն ինձ պատմեց Կլարայի երեխայի մասին, ես 2 տարբերակ ունեի, թույլ տալ, որ իմ հպարտությունը կործանի իմ ամուսնությունը, կամ ընտրել սերն ու ներողամտությունը։ Ես ընտրեցի ներողամտությունը։ Սոֆիա։ Ջուլիա, երբ նա ծնվեց տրավմատիզացված, առանց հիշողության, ես տեսա հնարավորություն նրան իսկական ընտանիք տալու, առանց հոր սկզբնական մերժման ծանրության։ Նա երբեք կարիք չուներ իմանալու, որ թաքնված է, ամաչում է։ Նա կարող էր մեծանալ սիրված։ Եվ ես սիրված էի, ասաց Ջուլիան, նստելով մահճակալին գրկելով իր ճանաչած միակ մորը։ Ես շատ սիրված էի։ Քեզ կողմից, հայրիկիս կողմից, նույնիսկ քույրերիս կողմից, նախքան այս ամենը։ Մենք ամեն ինչ շտկում ենք, մայրիկ, ասաց Մարինան, չգիտեմ կհաջողվի թե։ Ոչ, բայց կփորձենք։ Հաջորդ ամիսները հեշտ չէին։ Տարվա ավերածությունները վերականգնելը ժամանակ պահանջեց։ Դատական հայցը պաշտոնապես հետ վերցվեց։ Ջուլիան ընդունեց ֆերման, բայց հրավիրեց քույրերին գործընկերներ լինել այն մշակութային կենտրոնի վերածելու նախագծի մեջ։ Հելենան բերեց իր վարչական հմտությունները, Մարինան՝ իր ստեղծագործականությունն ու կապերը։ Ջուլիան, իհարկե, բերեց գեղարվեստական տեսլականը։ Ալմեիդա ինկորպորացիոս ընկերությունը մեծապես տուժել էր, բայց 3 քույրերի առաջին անգամ միասին լրջորեն աշխատելով, առանց մրցակցության կամ նախանձի, այն սկսեց վերականգնվել։ Հելենան հայտնաբերեց, որ կարող է վստահել քույրերին աշխատանքային ծանրաբեռնվածությունը կիսելու հարցում։ Մարինան հայտնաբերեց, որ ունի հասարակայնության հետ կապերի տաղանդ վերականգնեց ընկերության հեղինակությունը։ Ջուլիան նոր հեռանկար բերեց, կենտրոնանալով կայուն սոցիալապես պատասխանատու նախագծերի վրա։ Դոնյա Սեսիլիան դուրս գրվեց հիվանդանոցից վերանորոգման ընթացքում տեղափոխվեց Սանտա Ռիտայի ֆերմա։ Նա այգի տնկեց Կլարայի հիշատակին, ասելով, որ Ջուլիային ծննդաբերած կինը արժանի է պատվի, այլ ոչ թե մոռացության։ Ռոբերտոյի մահից 2 տարի անց Սանտա Ռիտայի ֆերման բացվեց որպես Կլարա Ալմեիդա մշակութային կենտրոն, ի պատիվ Ջուլիայի կենսաբանական մոր, անապահով երեխաները անվճար արվեստի դասեր էին ստանում։ Տեղացի նկարիչները տարածք ունեին իրենց աշխատանքները ցուցադրելու համար, արգելված սիրովայր հանդիսացող ֆերման այժմ մշակույթի հույսի փարոս էր։ Երդմնակալության արարողության ժամանակ 3 քույրերը կանգնած էին կողք կողքի։ Հելենան բռնել էր իր նոր ընկերոջ, պատմության պրոֆեսորի ձեռքը, որը նրան սովորեցրել էր, որ աշխատանքից այն կողմ կյանք կա։ Մարինային ուղեկցում էին նրա երեխաները, որոնց կյանքում վերջապես կրկին ներկա էին մորաքույրերը։ Ջուլիան փայլում էր, տեսնելով իր երազանքի իրականացումը։ Հայրիկը կհպարտանար, ասաց Մարինան։ Այդպես էլ կլիներ, համաձայնեց Հելենան։ Պահանջվեց նրա մահը վիճահարույց կտակը, բայց մենք վերջապես սովորեցինք այն, ինչ նա փորձում էր մեզ սովորեցնել։ Ինչ էր դա, հարցրեց Ջուլիան։ Ընտանիքը արյան կամ փողի մասին չէ, ասաց Հելենան, այն սիրո ներման միասին մնալու ընտրության մասին է, նույնիսկ երբ դժվար է։ Դոնա Սեսիլիան, հեռվից դիտելով, ժպտաց։ Հնարավոր է Ռոբերտոն ճիշտ գիտեր, թե ինչ էր անում, երբ կազմում էր այդ կտակը։ Հնարավոր էր նա գիտեր, որ միայն ինչ-որ կտրուկ բան կստիպի իր դուստրերին վերջապես դադարեցնել մրցակցությունը սկսել միավորվել։
Դա ցավոտ գրեթե մահացու ճանապարհ էր ընտանիքի համար, բայց ի վերջո այն բացահայտեց ճշմարտություններ, որոնք պետք է ասվեին, հարկադրված բախումներ, որոնք պետք է տեղի ունենային։ Այդ գիշեր, երբ բոլոր հյուրերը հեռացել էին, 3 քույրերը նստած էին ֆերմայի պատշգամբում, նայելով աստղերին։ Յուրաքանչյուրը մտորում էր վերջին տարիներին կորցրած ձեռք բերած ամեն ինչի մասին։ Դրամական ժառանգությունը կործանարար էր լինելու, բայց հոր թողած իրական ժառանգությունը վերակառուցելու, ներելու, սիրելու հնարավորություններ։ Գիտես, ասաց Ջուլիան, լռությունը խախտելով, ես այնքան ժամանակ անցկացրի, մտածելով, թե ինչու եմ ինձ զգում տարբեր, անտեղի։ Հիմա գիտեմ, թե ինչու, բայց դա չի փոխում, թե ով եմ ես։ Դուք դեռ իմ քույրերն եք։ Սա դեռ իմ ընտանիքն է։ Միշտ էլ այդպես է եղել, միշտ էլ կլինի, ասաց Մարինան, գլուխը հենելով Ջուլիայի ուսին։ Հելենան վեր կացավ, մոտեցավ իր հետ բերած պայուսակին։ Ներսից նա հանեց 3 փոքրիկ փաթաթված տուփ։ Ես ինչ-որ բան պատրաստեցի։ Հուսով եմ, նրանք դա հիմարություն չեն համարի։ Յուրաքանչյուր քույր բացեց իր տուփը։ Ներսում նուրբ վզնոց, կախազարդով։ 3 միահյուսված շրջանակներ, որոնցից յուրաքանչյուրում կար մի փոքրիկ քար, կապույտ տոպազ, Հելենայի համար, ամեթիստ, Մարինայի համար, զմրուխտ, Ջուլիայի համար։ Նրանցից յուրաքանչյուրը սիրելի գույներով էր։ Միահյուսված, բացատրեց Հելենան, ձայնը լի զգացմունքներով։ Մենք կարող ենք տարբեր լինել, կարող ենք անհամաձայն լինել, նույնիսկ կարող ենք վիճել, բայց մենք միշտ կապված կլինենք։ Ես գրեթե ոչնչացրի դա ագահությունից։ Այլս երբեք։ 3 քույրերը գրկախառնվեցին, արցունքներ թափելով թեթության, զղջման հույսի։ Ճանապարհորդությունը դաժան էր, բայց այն նրանց ուժ տվեց այնպես, ինչպես նրանք երբեք չէին կարող պատկերացնել։ Հաջորդող տարիներին Ալմեյդա ընտանիքի պատմությունը դարձավ գրեթե լեգենդար։ Ժառանգության համար պայքարը գրեթե ամեն ինչ ոչնչացրեց, բայց ի վերջո բացահայտեց գաղտնիքներ, բուժեց հին վերքերը, միավորեց ընտանիքը ավելի ուժեղ, քան երբե։ Կլարա Ալմեյդա մշակութային կենտրոնը ծաղկում ապրեց, օգնելով հազարավոր երեխաների բացահայտել իրենց գեղարվեստական տաղանդը։ Բիզնեսը կրկին ծաղկում ապրեց, այժմ 3 քույրերի համատեղ կառավարման ներքո, որոնցից յուրաքանչյուրը ներդրեց իր ուժեղ կողմերը։ Դոննա Սեսիլիան ապրեց մինչ իր թոռների մեծանալը, որոնք այժմ շրջապատված էին սիրող հոգատար մորաքույրերով։ Ջուլիան, ի վերջո, ավելին իմացավ իր կենսաբանական մոր մասին նամակների նրան ճանաչող մարդկանց միջոցով։ Նա հայտնաբերեց, որ նրանից ժառանգել էր ոչ միայն գեղարվեստական տաղանդ, այլ առատաձեռնություն, անվերապահ սիրո ունակություն։ Նա զայրույթ չէր զգում Ռոբերտոյի նկատմամբ իրեն թաքցնելու համար։ Նա հասկանում էր, որ նա իր ժամանակի դաստիարակության արդյունքն էր, բայց որ վերջում նա կփորձեր անել ճիշտը, իր անկատար ծով։ Հելենան սովորեց լիազորություններ հանձնել, վստահել, բացահայտելով, որ առաջնորդությունը չի նշանակում միայնակ վերահսկել ամեն ինչ։ Նա ամուսնացավ 47 տարեկանում, վերակտավ այն երջանկությունը, որը նրանք այդքան երկար զոհաբերել էին պարտականության անվան տակ։ Մարինան հասունացավ, դարձավ ավելի ուշադիր, մայր հարգված գործարար կին, իր նախկինում վատնված էներգիան ուղղելով արդյունավետ նախագծերի։ Եվ Ալմեյդայի առանձնատունը, որը գրեթե վաճառվել էր դատական վեճի ընթացքում, մնաց ընտանիքին, բայց մի տարբերությամբ։ Դրա վերաբերյալ բոլոր որոշումները կայացվում էին համատեղ, ամսական հանդիպումների ժամանակ, որտեղ 3 քույրերը հանդիպում էին ոչ միայն բիզնեսի մասին խոսելու, այլ իրենց կյանքը, ուրախություններն ու դժվարությունները կիսելու համար։ Ռոբերտո Ալմեյդայի կտակը, որը սկզբում թվում էր դաժան բաժանման աղբյուր, ի վերջո բացահայտվեց որպես վերջնական նվեր, հնարավորություն իր դուստրերին իսկապես ճանաչել միմյանց, դիմակայել իրենց դերին, գիտակցաբար ընտրել ընտանիք լինելը, ոչ թե պարտավորությունից կամ արյունակցական կապերից դրդված, այլ դժբախտությունների կրակի միջով կոփված իսկական սիրուց ելնելով։ Եվ ամեն անգամ, երբ նրանք նայում էին իրենց միահյուսված վզնոցներին, 3 քույրերը հիշում էին, որ գրեթե կորցրել էին ամեն ինչ, ինչ իսկապես կարող էր փողի հպարտության պատճառով, բայց նրանց տրվել էր երկրորդ հնարավորություն, հազվագյուտ հնարավորություն, վերակառուցելու իրենց կողմից ավերվածի ավերակները։ Հնարավորություն, որը նրանք երբեք չկորցրին։ Իսկական ժառանգությունը միլիոնների, անշարժ գույքի կամ բաժնետոմսերի մեջ չէր։ Այն դժվարությամբ սովորած դասի մեջ էր, որ ընտանիքը միակ գանձն է, որը կորցնելուց հետո ոչ մի հարստություն չէր կարող հետ գնել։ Նրանք գրեթե շատ ուշ սովորեցին այս դասը, բայց ճակատագիրը կամ գուցե անկատար հոր վերջնական իմաստությունը, որը սիրում էր իր դուստրերին իր սեփական թերի ծով, նրանց տվեց այն խթանը, որը նրանց անհրաժեշտ էր միմյանց մոտ վերադառնալու ճանապարհը գտնելու համար։
Եվ այդ վերադարձի ճանապարհորդության ընթացքում նրանք բացահայտեցին ոչ միայն անցյալի գաղտնիքները, այլ իրենց մասին ճշմարտությունը, ընտանիք լինելու իրական իմաստը։